Ինչպես այսօր առիթ ունեցա ասելու, որ խիստ պարային է մեր այսօրվա լույս առավոտին, ձեր թույլտվությամբ ներկայացնեմ մեր այսօրվա առաջին թեման։ Ապրիլի 30-ին, 19:30-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա մասուն կավանդական երկպարի համույթի երկար սպասված ցորեն եմ ցանել թատերականացված համերգը, որտեղ ամենամասուն քոչ շնչով ականատես կլինենք, թե ինչպես է մի ցանված սերնահատիկից մի ամբողջ կյանք ու մշակույթ արարվում։ Թե ինչպես եւ ինչպիսի սցենարով կպատմեն մեր գեղեցկուհի հյուրերը, որոնք զարդարել են ուղակի մեր տաղավարը։ Ռուդիկ Հարոյանի անվան մասուն կավանդական երկի բարի համույթի համղեկավարներ Հայ Արփյանյանյան, Լուսինե Մկրտչյան եւ համերգի սցենարիստ Լիլիթ Մկրտչյանը։ Լույս առավոտին։ Ոյ, բարի լուսյակի ժամանակ պետք է գայք, խնդրում եմ, ես հիմա պատկերացնում եմ մեր հեռուստադիտող ինչ էսթետիկ վայելք է ստանում այս խիստ կանացի առավոտի։ Եկեք հաջորդ մեկ ամսյակին սիրով կգանք։ Միանշանակ Մարինե ջան, խնդրում եմ գրանցումներ արեք ձեզ մոտ։ Եկեք խոսենք համերգից, երբ որ ես պատրաստվում էի մեր այսօրվա եթերին, ես տեսա, որ յուրաքանչյուրը ձեր անձնական էջերում, Facebook-յան էջերում այսպես շատ սրտատրոփ, շատ սրտացավոր են պատրաստում եք համերգին։ Եկեք խոսենք ակունքներից, ինչպես է ծագել գաղափարը, որ հենց այս անվանմամբ եւ այս մոտիվներով պետք է լինի։ Նախ մեր կյանքը հիմա բաժանված է երկու փուլի, համերգից առաջ եւ համերգից հետո։ Ինչ պլանավորում ենք, այդպես ենք պլանավորում։ Ինչու, որովհետև մեզ համար, բոլորիս համար մասունքցիների կյանքում շատ մեծ իրադարձություն է, երևի շատերի համար հարսանիքից առավել, որովհետև սա շատ լուրջ թիմային ստեղծագործական աշխատանք է։ Գերդաստանային տոն։ Այսպես երևի բնորոշենք մեր համերգը, որովհետև բավականին նյութ արդեն կուտակվել, հավաքվել էր, մենք էլ վաղուց մեր խոսքը չէինք ասել ու այսպես այդ կուտակումը համերգի ձևով կդրսևորվի։ Երևի Լիլիթն էլ որպես սցենարի հեղինակ ուղերձի մասին։ Հենց հատկապես դուք անդրադարձաք վերնագրին, խորագրին, ինչը շատ տեղին է, որ ես բացատրեմ, բայց մինչև այդ եկեք բոլորին շնորհավորեմ Պարի միջազգային օրվա կապակցությամբ։ Շնորհակալ ենք։ Հրաշալի բան է, Պարը պետք է անպայման տեղ գտնի բոլորի կյանքում։ Հատկապես երբ որ այս ազգային պարերի դեպքում մենք միայն շարժում չենք համարում պարը, այլ հակառակը շարժման մեջ ինչ իմաստներ կան, մենք ավելի շատ այդ իմաստներն ենք կարևորում, քան շարժումը։ Ինչպես է կառուցված ներկայացման սցենարը եւ կա կոնկրետ պատմություն կամ կերպարային զարգացում։ Հա, ուրեմն շատ հետաքրքիր պատմություն ունի այս ամեն ինչը, մենք ոնց որ արդեն 1 տարուց ավելի է, որ մտածում ենք համերգի մասին, պարբերաբար այդպես 4 հոգով ստեղծագործական խմբի բուն անդամներով հավաքվում ենք, քննարկումներ էինք ունենում, ինչ-որ ելքեր էինք փորձում գտնել, սցենարական ինչ-որ ուղի էինք ուզում տանել, հասկանալ, բայց ամենակարևորը այն էր, որ դա չպետք է այնքան արհեստական լիներ, որ մասունքը տեղավորվեր այդ սցենարի մեջ, այլ պետք է այնպես լիներ, որ մասունքը իր բնական հունով, իր առօրյայով, իր կյանքով, այն ամենով, ինչով ինքը ամեն օր զբաղվում է, դա աներ բեմի վրա եւ մենք սցենարը հավաքեինք դրա շուրջ եւ դա այնպես հավաքվեր, որ նաեւ ունենար հետաքրքիր զարգացում, հանգուցալուծում եւ ունենար ասելիք։ Եվ հենց այդ տրամաբանությամբ շատ պատահական, հերթական այդպես հավաքի ժամանակ մենք հասկացանք, որ այս ամեն ինչը պիտի լինի ցորենի մասին, որովհետեւ ցորենը եւ նյութական եւ հոգեվոր իմաստով շատ խորհրդանշական է եւ մեր օրերում մենք ամենաշատը հենց ցորեն ցանելու, նախ ցորեն ցանելու եւ համբերատար այդ բերքը հավաքելու կարիքը ունենք։ Իսկ այս առաջին մենահամերգից հետո 9 տարի նախ ժամանակին Ռուդիկ Հարոյանը իր ցորենը ճիշտ ցանեց։ Այս գեղեցկուհիները կարողացան վերցնել այդ ցորենը Ճիշտ բերքը հավաքի արդյունքում, հետո իրենք էլ շարունակեցին ցանել, այսինքն կանգ չառան դրանով, որ դե վերջ վերցրել ենք, հիմա ինչքանը կա, իրենք էլ շարունակեցին ցանել եւ հիմա այդպես է մեկը 1000 դառնում ցորենի դեպքում հենց գաղափարը, որ մի հատիկը հազարավոր հատիկներ է տալիս, ստեղծում, ծնում այսպես ասած, ու մենք էլ մեծ համարում ենք մշակութային սերունացաններ
Եվ ընդհանրապես, այսպես ասած, համերգի ուղերձային է, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում պիտի ինչ-որ բան ցանի, ստեղծի, սեր մտա, որպեսզի այդ հարատևությունը, հավերժությունը ապահովի։ Մենք էլ մշակութային սերմնացանն ենք ապահովում։ Եվ երևի մեր ինքնության։ Ու շատ մեզ համար նաև համերգին տարիներով աշխատած նյութեր ունենք, որ պեղել ենք, այսպես ասած, բանահավաքներին շնորհակալություն, իհարկե մենք ժամանակ չունենք, որպեսզի բոլորի անունը տանք, բայց նյութեր կան, որ լրիվ զրոյական տեքստից ենք, այսպես ասած, վերակենդանացրել կամ փորձել ենք համադրել, օրինակ ունեցել ենք պարը, բայց մեղեդի չենք ունեցել կամ հակառակը ունեցել ենք նկարագրություն, հետո գտել ենք նաև պարը, փորձել ենք համադրել, նաև համադրություններ ենք արել եւ մեծ մասը երևի թե Հարոյան Ռուդիկի արխիվի նյութերից ենք օգտվել, հենց իր բանահավաքչական աշխատանքը կտեսնենք արդեն բեմում։ Իսկ ինչ առանձնահատկություններ ունի այս համերգը համեմատած ձեր նախորդ ելույթների հետ։ Առաջինը երևի մեր փորձառությունը, որովհետև շատ ավելի քիչ հասուն էինք համերգի համար։ Շատ անկեղծ ենք։ Ստացված համերգեր, բայց որպես առաջին մենահամերգերն է, հիմա արդեն ավելի փորձառու եւ նյութերին վերաբերվելու մեր մոտեցումն է շատ փոխվել։ Թատերականացված դրվագներն են շատ մեծ, ինք ամբողջությամբ թատերականացված համերգ է, ավանդական խաղեր ունենք, որ բեմում ներկայացնելու ենք։ Օրինակ։ Ինձ պատմեք գնամ տուն կազմակերպեմ։ Ցորենք օրեկի հենց թեմայի մեջ շատ հետաքրքիր Էրգան Հովանես, Երկար Հովանես հայտնի խաղը, բայց Փերիա հայերի տարբերակով, բարբառով հնարավորինս փորձել ենք դա էլ վերականգնել ու նյութներ վերցրել ենք անմիջապես փերիացիներից, որը Ռուդիկ Հարոյանի արխիվում կա եւ նաեւ Փերիա հայերի հիմնադիր անդամ Մկրտիչ Թամազյանի որդին Հրաշ Թամազյանն է մեզ օգնել նյութի վերականգնման հարցում, այսինքն մի հոգու չես համահայկական դրա համար այդպես։ Այո, տարածաշրջանային առումով էլ շատ տարբեր շրջաններ են ընդգրկված։ Եվ նաև Վարդ Բդոյանի գրքից ուզում եի ասել, որ վերականգնել ենք նաև խաղեր, սովորաբար վերականգնում ենք, բայց այս անգամ թատերականացված ձևով ենք բեմում ներկայացնելու, բակային ավանդական խաղերը բոլորս գիտենք, որ արդեն բակերում շատ քիչ խաղացող երեխաներ կան ու ավանդական խաղերը ստացվում է, որ թելը կտրվում է ու Բդոյանի PlayStation այո Բայց Բդոյանը, քանի որ գրառել է խաղերը մանրամասն նկարագրել, մենք էլ փորձել ենք կենթանություն տալ։ Մեր բոլոր միջոցառումները այդպես կենթանի են լինում, հա։ Խաղի կանոնները բացատրում ենք, միասին խաղում ենք։ Բայց բեմում արդեն չէինք կարող խաղի կանոններ բացատրել ու հանդիսատեսին հրավիրել խաղալու, ռեժիսորն ու սցենարիստը բեմեին։ Բայց նաև հանդիսատեսն էլ կմասնակցի ինչ-որ առումով, ինտերակտիվությունը պահպանված է։ Այս անգամ թեկուզ բեմում կլինի, բայց ամեն դեպքում մենք դա այդ երգերն ու պարերը փորձում ենք կենթանի պահել հենց մեր կյանքում, մեր տոների ժամանակ ուղղակի այս անգամ բեմում կլինի։ Եվ այսպես մի հետաքրքիր բան ասեմ, ուրեմն մասունքը իր բնույթով շատ ինքնաբուխ ու վարակիչ է, ու որտեղ որ ինքը հայտնվում է, այդպես նախնական, ինչքան էլ որ իրենք նախնական պլանավորած ելույթներ ունեն, շարժվում են ըստ իրավիճակի եւ այդպես վարակում են ներկաներին ու պահի տակ միայն կարող է տարազից հասկանաս այդտեղով ամասունքցի, ով մասունքցի չի։ Ու շատ դժվար էր ինձ որպես սցենարիստ եւ մեր սիրելի ռեժիսոր Մհեր Նահապետյանին իրեն զսպել ու ասել, որ բեմը ունի իր կանոնները, ու եթե մենք օրինակ ձեզ որոշակի շրջանակներ չտանք, շատ դժվար կլինի այդ ամբողջ հանդիսատեսը 800 հոգի Սունդուկյան թատրոնի կհայտնվի բեմում ու դուք դեմ չեք լինի դրան, էլի։ Ասեմ ավելի կողմ է։ Շատ կողմ կլինեք դրան եւ այդպես ոնց որ կարողացանք ընդհանուր եզրեր գտնել եւ գեղեցիկ գծել այդ սահմանը հանդիսատեսի եւ մասունքցիների միջև, այնպես որ կարծում եմ բոլորը գոհ եւ երջանիկ կլինեն։ Եվ մի առանձնահատկություն էլ ունի, դերասաններ չունենք հրավիրված, մենք ենք դերասանները։ Իդեպ ես դրա մասին եմ ուզում խոսել, որ պոստերում բավականին շատ էին արտիստները։ Քանի հոգի են ներգրաված։ Դա մենք երրորդներ իրականում։ Քանի հոգի են ներգրաված, բոլորը մասունքցիներ են, ինչ տարիքային, այսպես սեգմենտ կա։
Ընդհանրապես տարիքային առումով շատ բազմազան է խումբը, որովհետև ունենք 8-9 տարեկանից սկսած մինչև 60+, Այո, բավականին բազմազան են տարիքի առումով եւ խումբը 50-ից նախորդ անգամ ընդամենը 15-20 հոգանոց խումբ էր, հիմա արդեն 50 հոգի պիտի լինի բեմում, երաժիշտներով, երգողներով, պարողներով եւ Լուսինեն լավ նշեց, որ մենք մեր մեջ չունենք պրոֆեսիոնալ դերասաններ, բայց բոլորը շատ խաղարկային, շատ արտիստիկ են, ափսոս մեր ռեժիսորը այսօր մեզ հետ չի, կվկայ կոչեր, աղավարը փոքր էր, ինքն էլ շատ խոշոր է, չէր տեղավորվի ես կլեք կանացի էներգիան կխախտվեր, երևի ճիշտ է սա։ միանշանակ, պահենք բալանսը։ Բայց ամեն դեպքում մեր ռեժիսորը դժգոհ չի մեր ճակերտներով դերասաններից։ Այո, ես էլ իմ առաջին երկրորդ մասնագիտությամբ դերասան եմ, հաճույք եմ ստանում ու ամեն փորձի ժամանակ ես մոռանում եմ, որ ես սցենարիստ եմ, ես դառնում եմ հանդիսատես, կարող է տեղեր լինեն այնպես sense հստակ սկսեմ ծիծաղել կամ հուզվել, որ մոռանամ այն գործը, որ պիտի անեի, օրինակ չգիտեմ, պիտի մի բան միացնեմ, որ իրենք դրա տակ լսեն այդ ձայնը, ես մոռանամ դա անել։ Փորձերի ընթացքում ամեն փորձի ես վայելում եմ, բայց խոստացել էր, որ այսինքն խոստացել է, որ պիտի համերգի օրը չմոռանա։ Հա, ես խոստացել եմ, որ համերգի օրը հանդիսատես չեմ լինելու։ Իսկ ինչպեսի զգացողություններով պետք է հանդիսատեսը լքի դահլիճը։ Վայ, ինչ հետաքրքիր հարց է։ Մենք ոնց որ այդ տեսլականը ունեցել ենք, այսինքն մեր արժև դրված է եղել այդ դա որպես նպատակ, այ ինչ ենք ուզում ասել դրանով, ինչ պիտի ուզենա հետո գնալ ու անել հանդիսատեսը, եւ եթե հաշվի առնենք մեր վերջին տարիների բուռն իրադարձություններն էլ մեր կյանքում, հենց ամենաշատը, ինչի կարիքը որ մենք ունենք, դա գործ անելն է, գործ անելու, որովհետեւ այս մարդիկ ոնց որ 9 տարիների իրենց գործունեության պտուղը այսօր բեմում քաղելու են եւ հետո այդ սերմը նորից ցանելու են, որ հանդիսատեսը գնա ու գործ անի։ Ու պարտադիր չի որ բարի մեջ այդ գործը անեն։ Յուրաքանչյուր այն ոլորտում, որտեղ կա ու իրեն լավ ազգում։ Այ ամենաշատը մենք դրա կարիք ունենք։ Պարտադիր ցանեն, հավատով ցանեն, ջրեն, խնամեն, հոգ տանեն ու հավատան, որ անպայման դա իր արդյունքը տալու է։ Եվ մեր օրինակը ասեմ, որ խոչընդոտներ շատ են լինում, բայց միևնույնն է, երբ որ սիրում ես արածդ գործը, կարևորում ես, քեզ համար սա ամենակարևորներից է, անհնար է, որ այդ գործը չհաջողվի ու այդպես ամեն մեկը ինչ էլ որ անի, սիրով անի ու հաստատ պտուղները կքաղի։ Հետաքրքիր հանգամանք է, քանի որ խոսեցիք, որ շատ կարևոր միջոցառում է սա բոլորի կյանքում, հոգեբանության մեջ դոֆամինային փոս եզրույթ կա, որ այսպես շատ գորովանքով որևէ երևույթ եւ իրադարձության սպասում ես եւ հետո հաջորդ օրը այս կյանքը ունայն է, ինչ եմ անել, վաղը ինչով եմ ես զբաղվելու։ Ինձ հետաքրքիր է այլ ինչ գործունեություն է նաեւ ծավալում մասունք, այլ ինչ նախագծեր ունեն, այդպես ասում են, քանի հավաքվել ենք, ներկայացրեք մեզ նաեւ հետագա անել։ Ճիշտն ասած, առաջին բանը, որ պիտի անենք, արձակուրդն է, բայց արձակուրդից հետո մենք ծրագրել ենք գնալ շրջաններ, հենց նույն համերգով, որովհետև շրջանները միշտ տուժում են Երևանից հեռու գտնվողները հատկապես, չնայած մի փաստ ենք արձանագրել, որ մոտ գտնվողները ավելի շատ տեսակ բաների կարիք ունեն, քան հեռու գտնվող շրջանները։ Այո։ Այնտեղ ցանում են, վարում են, արտահանում են։ Բայց ամեն դեպքում մեր մյուս ծրագիրը համերգը տանել շրջաններ Հայաստանի ամեն անկյուն։ Բրավո։ Համերգից դուրս էլ իրականում մեզ համար շատ կարևոր են տոների ծեսերի վերականգնումը եւ վերադարձը ժողովրդին։ Իր ժամանակի հետ իհարկե ամեն ինչ մոռացվում է, այսպես գլոբալիզացվում է։ Մեր նպատակը ինչ վերցրել ենք ժողովրդից, անպայման վերադարձնել, որովհետև մշակույթը մեզ համար թերապիա է, շատ կարևոր թերապիա է, որը պիտի չկորցնի ժողովուրդ այդ թերապիան, որը օգնում է դուրս գալ ստրեսներից։ Հասարակ մի բան, ընդամենը
գերհոգնած վիճակում, երբ բռնում ես ձեռքը, սկսում ես սպարել կամ ընդհանուրով մի երգ ես երգում, դու իսկապես դուրս ես գալիս ստրեսից եւ դու արտ թերապիայի միջով ես անցնում։ Իսկ դա պիտի վերադարձնել ժողովրդին, որպեսզի կարողանա ժողովուրդը անընդհատ ինքնամաքրվել, շարունակել ցանել ու նորից ծիլերը հավաքել։ Հրաշալի, ես ուզեմ հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ ապրիլի 30-ին 19:30 Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա մասունք ավանդական երգի բարի համույթի երկար սպասված ցորեն եմ ցանել թատերականացված համելի եւ եթե հանկարծ չգիտեիք ինչպես լցնել ամսի 30-ի երեկոն, մենք ձեզ հուշեցինք, գնացեք, վայելեք եւ վարակվեք դրական էներգետիկայով, քանի որ խոսեցինք աշխատանքին, այսպես մայիսի 1-ին ընթառաջ ճիշտ ներկայացում դիտեք։ Թերևս այսքանը մենք ունենանք դադար եւ դիմավորենք մեր հաջորդ հյուրերին։